Հերթագրված պատգամներ չկան, եզրափակիչ ելույթ պարոն Քոչարյան դժվար ունենաք, պարոն Մկրտչյան չեք ունենա, հարցի քննարկումն ավարտվեց։ Քննարկում ենք առողջության համընդհանուր ապահովագրության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը հիմնական զեկուցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան։ Շնորհակալություն հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, ներողություն եմ խնդրում, նախ շնորհակալություն եմ հայտնում առաջին ընթերցումից հետո շահագրգիռ քննարկման համար եւ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում կառավարության առաջարկներով եւ նաեւ Տիկին Հունանյանի առաջարկներով փոփոխված եւ խմբագրված նախագիծը եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Եվս մեկ անգամ ուրեմն ներկայացնեմ, որ համաձայն առողջության ապահովագրության մասին օրենքի ներդրվում է Հայաստանի Հանրապետությունում առողջության պարտադիր ապահովագրության համակարգը, որը իր մեկնարկը կսկսի 2026 թվականի հունվարի 1-ից, առաջին խումբ քաղաքացիները, ովքեր որ կընդգրկվեն ապահովագրության համակարգ կլինեն պետության կողմից ապահովագրվածներ եւ ինքնուրույն ապահովավճար վճարողները։ Նշեմ, որ այս բարեփոխման արդյունքում պետության կողմից մոտ 1.400.000 հոգի ամբողջությամբ կընդգրկվի պետության բյուջետային միջոցների հաշվին առողջապահության ապահովագրական համակարգում։ Պետք է ընդգծեմ, որ այս խմբում առանձնահատուկ են իհարկե 65+ տարիքի քաղաքացիները, ովքեր ըստ էության առաջին անգամ պետության կողմից կստանան նման ընդլայնված փաթեթ, որը կուղղվի իրենց առաջնակի դեղորայքային ապահովման, բուժօգնության տրամադրման, հետազոտական միջամտություններ իրականացնելու նպատակով։ Եւ իհարկե պետք է ընդգծել, որ առաջին խումբը ապահովագրավճար վճարողներից կլինեն 201.000 դրամից ավել ստացող քաղաքացիները եւ նրանք 2026 թվականի հունվարի 1-ից նրանց համար եւս կակտիվանա ապահովագրական փաթեթը, առաջին վճարման պարտավորությունը կլինի մինչեւ հունվարի 20-ը եւ աշխատանքային ներողություն եմ խնդրում, աշխատավարձի հաշվարկային բազայի որպես ամիս ընտրվել է նոյեմբեր ամիսը։ Հունվար ամսին նրանց ապահովագրավճարը վճարելու համար գործատուների կողմից հաշվարկը կիրականացվի դեկտեմբեր ամսվա վրա։ Հարգելի քաղաքացիներ, սիրելի քաղաքացիներ, ես կարծում եմ, որ այս բարեփոխումը պատմական է եւ Հայաստանի Հանրապետությունը քայլ է կատարում կանխավճարային, ֆինանսական բեռը թեթևացնող, կանխատեսելի, առողջապահական կարիքները ճիշտ հասցեագրելու համակարգ։ Այո, այս համակարգը ներդրման ընթացքում կունենա վերանայման, շտկման, որոշակի լրամշակման կարիք եւ մենք օրենքով էլ նախատեսել ենք, որ առաջին 6 ամիսների ընթացքում մեր մոնիտորինգի արդյունքներով մենք կամփոփենք եւ իհարկե կարիքի դեպքում հանդես կգանք նաեւ օրենսդրական փոփոխություններով ըստ անհրաժեշտության։ Ուզում եմ առանձնացնել նաեւ մեր ընդդիմադիր գործընկերների կողմից առաջարկ է ներկայացվել ընդգրկելու լրացուցիչ խմբեր պետության կողմից ապահովագրվողների շարքում եւ իհարկե մենք ինքներս էլ դիտարկել ենք այս խմբերի ներառումը, սակայն 2026 թվականի բյուջեն արդեն իսկ հաստատվել է այս սահմանաչափերով եւ այս պահին ցավոք չենք կարող դիտարկել այս խմբերի ներառումը, բայց ուզում եմ ասել, որ մեր ապահովագրության մասին օրենքով էլ արդեն իսկ 3 տարիների ընթացքում այս բոլոր խմբերը ներառվելու են եւ պետությունը ըստ նաեւ բյուջետային միջոցների հաշվին ամեն տարի կքննարկի սուբսիդավորման հնարավորությունները։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ առանձնահատուկ կերպով շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, բարիք ստեղծող ցանկացած քաղաքացու եւ յուրաքանչյուր քաղաքացու, ով բարեխիղճ վճարել է իր հարկերը
եւ դրա շնորհիվ է, որ այսօր մեր պետությունը վերադարձնում է այս հարկերի միջոցով հոգատարություն, վերադարձնում է առողջության մասին հոգալու ճիշտ կառուցակարգեր եւ կանգնում է այն մարդկանց կողքին, ովքեր տարիներով ցավոք սրտի հնարավորություն չեն ունեցել ճիշտ ժամանակին, ճիշտ միջոցներով օգտվել առողջապահական ծառայություններից։ Շնորհակալ եմ, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն, առաջարկները ներկայացրել Ռիփսիմե Հունանյանը եւ Հայաստան խմբակցությունը։ Տիկին Հունանյան, հարց չունեք։ Հայաստան խմբակցությունից, եթե հարց խնդրեմ Թադեոս Ավետիսյանի, չէ, մեկ հոգի պիտի հարց տա։ Ժողովուրդ ջան, Հայաստան խմբակցությունը չեն կարող բոլոր պատգամավորները հարց տան։ Մեկ հոգի խմբակցության անունից կարող է հարց տալ, որոշեք ասեք ով է։ Թադեոս Տիկին Գյուրեղյանը թողա։ Արմենուհի Գյուրեղյանը։ Տիկին Ավանեսյան, դուք նշեցիք, որ մեր առաջարկությամբ մենք առաջարկել էինք 63-64 տարեկան թոշակառուներին էլ ներգրավել լեսապահովության համակարգում օգտվողների ցանկում, բայց մերժել եք հիմնավորելով, որ նման համապատասխան գումար չկա, ժամանակը սխալ եք հաշվարկել, 1 րոպե չկա, որ խոսում եմ, ուրեմն նորից տրամադրեք 46 վայրկյան է մնացել, տենց չէր կարող լինել, ժամանակս նորից վերականգնեք։ Հիմա 63 Մի վերականգնեք ժամանակը, որովհետև նորմալ գնում է ժամանակը։ Շարունակեք ձեր հարցը տալ։ Ոնց, ես կես րոպե եմ խոսում, այսինքն 1.5 արդեն խոսել եմ, օգտագործել։ Սա համաշխարհային դավադրություն է, ձեր վարքյանները գողացել են, շարունակեք։ Հա։ Հիմա 1 չի, 2-ա։ Ուրեմն 100,000 թոշակառու ունենք 63-ից 64 տարեկան, այդ 100,000-ի մեջ ներառված էին եւ աշխատողներ, եւ հաշմանդամներ, եւ նպաստառու ընտանիքներ։ Հիմա ես ձեզ խնդրեցի այն ժամանակ ներկայացնել հանձնաժողովի քննարկման ժամանակ, թե եթե 100,000 թոշակառուից հանում ենք 200,000 եւ ավել աշխատավարձ ստացողներին, հանում ենք նպաստառու ընտանիքների թոշակառուներին, հանում ենք հաշմանդամություն ունեցող թոշակառուներին, այսինքն այն խմբերին, որոնք այլ ցուցակով, այլ խմբերով կարող են ասնել, ինչքան թոշակառու է վերջո մնում, ովքեր դուրս են մնում համակարգից եւ ըստ էության այս թվի մեջ պետք է հանել ընդհանրապես Չեռնոբիլի վթարի վերականգնման մասնակիցների անունը, որովհետեւ նրանք 65 եւ ավել են, այսպես թե այնպես իրենք օգտվելու են համակարգից։ Դուք գրել եք երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ նրանց հավասարեցված անձիկ։ Կարող եք մեկ թոշակառուի անուն ասել, երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, որը 65-ից ավել չի։ Եթե այս ամեն ինչը հանում ենք, այդ 100,000-ից էլ հանում ենք ատումները, այս 100,000-ի պակաս մնացածների տեղը մենք ֆինանսապես ունենք։ Եվ մյուս կարևոր փաստարկը այդ տեղի համար աշխատավարձ 200,000 եւ ավել ստացող ձեր բազային հաշվարկը 296,000 աշխատողով է, պեկի տված տվյալներով դա 395,000 է, միայն 100,000 էստեղ է։ Հարգելի Տիկին Գյուրեղյան, իհարկե մենք հաշվարկները արել ենք եւ ֆիլտրացել ձեր կողմից նշված խումբը 85,000-ից ավել է կազմում եւ սա մոտավորապես 9 միլիարդ դրամի մասին է խոսում։ Այսինքն մենք չենք կարող հաստատված բյուջեի պարագայում 9 միլիարդ դրամի փոփոխություն իրականացնել, ինքներդ էլ պատկերացնում եք։ Բայց նորից եմ կրկնում, այս խումբը եւ ընդհանրապես մեր բնակչության բոլոր խմբերը 3 տարվա ընթացքում ներառվելու են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ։ Հաջորդիվ դուք նշում եք Չեռնոբիլի ուրեմն այս տուժած անձանց կատեգորիան, այո, մի քանի 100 հոգու մասին է գուցե խոսքը եւ որոնցից մեծ մասի 65 տարին լրացել է, բայց այս երաշխիքը տրամադրված է օրենքով եւ մենք օրենքի երաշխիքը չենք ուրեմն հետ կանչել այս փաթեթով, դրա համար էլ նշել ենք, այսինքն այստեղ խոսում ենք մի քանի 100-ի մասին, ձեր կողմից նշված խումբը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է խոսքը գնում։ Արձագանք։
Տիկին Ավանեսյան, ես չեմ ասում Չեռնոբիլի այդ խումբը հետ կանչեք։ Ես ասում եմ, այդ մարդիկ այսպես թե այնպես հաշվառված են։ Չեռնոբիլի վթարը 1986 թվականին է եղել, այսինքն 40 տարի առաջ, 25 տարեկանը հազիվ թե գնացածներ այդ վթարի վերականգնման աշխատանքներ, այսինքն նրանք արդեն 65 եւ ավել են եւ մի մանիպուլյացիա, ես չեմ ասում նրանց հետ կանչել, ես ասում եմ, այդ թիվը մի հաշվեք, այդ թիվը փոխանցեք 100,000 թոշակառուների թվի վրա։ Նույնը երկրորդ համաշխարհային պատերազմի հաջորդ հարցը, որը մենք առաջարկել էինք եւ դուք նորից մերժել եք, միակողմանի ծնողազուրկ ուսանող, ստացիոնար ուսուցմամբ ուսանողների կարգավիճակ ունեցողներին այս համակարգի մեջ մտցնելու մասին է եւ ես ձեզ բերեցի ուղակի Վանաձորի օրինակը, որ դա ամեն քաղաքում մինչև տասնյակը չի լրանում, այսինքն մի քանի հարյուրի մասին է խոսքը, այ գոնե այդ մի քանի հարյուրը ձեր գտած, տեղափոխեք միակողմանի ծնողազուրկ կարգավիճակ ունեցողների եւ նրանց էլ ներգրավեք այս համակարգի մեջ։ Տիկին Գյուրեղյան, ես որևէ բան չմանիպուլացրեցի, ես կոնկրետ նշում եմ այն, ինչ կա օրենքով սահմանված։ Եվ նորից եմ կրկնում, այո, նրանցից մեծ մասը 65 տարի լրացած են, բայց կան մարդիկ, որոնք գուցե 62-3 տարեկան են, եւ որպեսի օրենքով սահմանված երաշխիքը մենք առ-ոչինչ չհամարենք, նրանց որպես առանձին խումբ նշել ենք։ Ում տարիքը լրացած կլինի, նա կապահովագրվի 65 պլյուսի տրամաբանությամբ։ Ում տարիքը լրացած չի լինի, կապահովագրվի որպես առանձին խումբ այստեղ նշված լինելու հանգամանքով։ Հաջորդը ձեր կողմից նշված խմբի մասով, այո, մենք դա էլ ենք դիտարկել, այնտեղ ավելի փոքր թվի մասին է խոսքը գնում, եւ ես իմ խոսքում ասացի, որ մենք այս տարի 6 ամիս հետո կանխատեսում ենք, որ որոշակի ուրեմն փոփոխությունների փաթեթով հանդես ենք գալու, հենց որ այդ առաջարկը այս տարվա մեջ եւս անպայման առաջնահերթ կդիտարկենք։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր Ես եմ տեղը։ շնորհակալ։ Հարակից Զեկուսման համայնքի ամբիոնի մոտ եմ հրավիրում առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Լիպսիմե Հունանյանին։ Համեցեք։ Շնորհակալություն, մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, քանի որ իմ առաջարկները մենք հանձնաժողովի նիստում առաջինից երկրորդ ընթերցմամբ շատ մանրամասնորեն քննարկել ենք եւ մնացած բոլոր առաջարկները նույնպես, ուստի Տիկին Ավանեսյանը նույնպես շատ մանրամասն ներկայացրեց նախագիծը եւ քանի որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, խնդրում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մտքերի փոխանակության համար հերթագրում։ Թադևոս Ավետիսյան։ Սիրելի հայրենակիցներ, այո, առողջապահության ոլորտը հանրային կյանքի իմաստով շատ կարևոր է եւ այստեղ նաեւ լուծումները վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին, ուղղակի կամ անուղղակի կերպով։ Այն ինչ որ առաջարկվում է, իհարկե ներկայացման տեսանկյունից բնականաբար շատ կարևոր է առողջապահության համընդհանուր ապահովագրություն, առաջնային փորձ եւ այլն։ Բայց այստեղ գործնական բազմաթիվ հարցեր կան եւ ես կարծում եմ այս քննարկումները այս ընթացքում այդ բոլոր հարցերի պատասխանները չտվեցին։ Ես օրինակ բազմաթիվ գործող բժիշկների եւ նաեւ առողջապահական հիմնարկների որոշակի պատասխանատուների հետ ունեցել եմ առիթ խոսելու։ Օրինակ պարզ հարց. արդյոք մեր այսօրվա գործող առողջապահական համակարգը որպես ինստիտուտ պատրաստ է այն փոփոխություններին, որ դուք մի քանի օրից բերում եք։ Օրինակ շատ կարևոր հարց է համաչափ զարգացման տեսանկյունից։ Այստեղ մասնագետներն ասում են, որ համակենտրոնացման մեծ, այսպես խթան է լինելու եւ մարզային առողջապահական հիմնարկները, որոնք այսօր այս գործող պարագայում ունեն որոշակի ծանրաբեռնվածություն, էապես ծանրաբեռնվածության թուլացում են ունենալու ի հաշիվ Երևան քաղաքի եւ խոշոր քաղաքների հիմնարկների բեռի ավելացման։
Մյուս կարևոր հարցը սոցիալական երաշխիքներին է օրինակ վերաբերում։ Ես ազնվությամբ չեմ կարողանում ձեր փաթեթից հասկանալ քաղցառայողները եւ սոցիալական փաթեթից օգտվող այսօրվա տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները այն 72,000 դրամը, որ բացի սոցիալական առողջապահական փաթեթից ունեն այլ նպատակներով ծախսելու հնարավորություն, դա երաշխիք է այդ ծառայողների համար։ Դա մնալու է, թե դա եք ուղղելու այդ միջոցներին։ Եվ վերջապես նաև ավարտում եմ։ Լավ։ Շնորհակալություն։ Արման Ղազարյան։ Սիրելի հայրենակիցներ, Տիկին Ավանեսյան, քանի որ հարց տալու հնարավորություն չունեցանք, ուզում եմ, որ ձեր ամփոփիչ ելույթում բարձաբանեք, խնդրեմ բարձաբանել իմ 3 հարցերին։ 1,400,000 մարդ օգտվելու է առողջապահական ապահովագրական այս ծածկույթից։ Դրանցից 700,000-ը նախկինում 1-ից մինչև 18 տարեկան երեխաներն են, ովքեր օգտվում են։ Մոտ 400,000 65 եւ ավել տարիքի թոշակառուներ են, որոնք փաստացի օգտվում են դրանցից 400,000-ից ներողություն, մոտ 110,000, այդ թվում 80,000 հաշմանդամության խումբ ունեցողներ, 28,000-ը 28 եւ բարձր միավոր ունեցող նպաստառուները եւ 10,000 մարդ, 10,280 կարող է փոչերը սխալվել, ֆունկցիոնալության խախտում ունեցող քաղաքացի, այսինքն 400,000-ից մոտ 110,000 մարդ արդեն օգտվում է։ Այս 1.4 միլիոնի մեջ խնդրում եմ տարանջատեք, ում համար եք նոր բան անում, կարճ ասած։ Սա մեկ, երկրորդը փաթեթում կարդացի, ինչքան կարողաց հասկանալ, ստեղից ասում եք, որ էնդոպրոթեզավորումները, այդ թվում կոնքազդրային, չգիտեմ, սրունքների մնացած մասով անվճար է, նայեցի 65-ից մինչև 78 տարեկան է ծածկույթը փակում, այսինքն 78 տարեկան մարդը, որ ընկավ ոտքը ջարդվեց, ինչ պետք է անի սա։ Երկրորդը փաթեթում կար ժամանակահատվածում կարողացա կարդալ եւ հասկանալ, որ պերիոդիկ հիվանդություն ունեցողների համար շտաբօգնության կանչերը թողել եք ընդամենը 8-ը։ Այսինքն այդ մարդը ասու կողմից ոչ մեկս ապահովագրված չենք, 8 անգամից ավելի իրավունք չունի, կանչ կա, որտեղ հիմա սահմանափակ է։ Չկա հստակեցում նյարդաբանների եւ այլ մասնագետների կողմից ուղեգրվող անվճար, նախկինում անվճար պետպատվերի շրջանակներում իրականացվող անվճար բուժօգնության եւ ծառայությունների մասով։ Չկա հստակեցում զինծառայողների եւ զինծառայողների ընտանիքների փաստացի հիմիկվա դրությամբ գործող անվճար բուժօգնության սպասարկման բոլոր տեսակի հիվանդությունների մասով, սրանք հարցեր են, որոնք որ մենք ասում ենք, սա հրատապություն պահանջվող, ավարտում եմ վերջի միտքն, խնդիրներ են, որոնք պետք է առ պատշաճի քննարկվեր, որ կարողանայինք այս ուզող հարցերը պատասխանեիք, դուք մեզ եւ մեր անդրության լայն զանգված իմանար, ասում եք, չէ, սա մենք կարող ենք հասցնել, այն հիմնադրամի գործառույթներից էլ չասեմ, որ իրավունքը չունեք, մրցույթներ եք հայտարարել, դա էլ հետո խոսենք այդ մասով։ Արմենուհի Գյուրեղյան։ Սիրելի հայրենակիցներ, քննարկում է շատ կարևոր հարց եւ այստեղ մենք կարևոր մի քանի հարցեր ենք բարձրացնում։ Նախ 63-64-ը հակադրել կամ տարբերակել 65 եւ ավելի թոշակառուներից ինքը անարդարության զգացում է բերում, հատկապես այն պարագայում, որ այդ նույն 63-64 տարեկան թոշակառուները ազատվում են աշխատանքից այն եւ միայն այն պատճառով, որ իրենք արդեն աշխատող են, իրենք արդեն թոշակառու են։ Շատ նման թոշակառուներ կան եւ դուք ինքներդ շատ լավ նման օրինակներ գիտեք։ Նորից կրկնում եմ, այդ 100,000-ի տեղը ՊԿ ցույց է տալիս։ Դուք ասում եք ձեր հաշվարկները 296,000 ապահովագրավճար մուծողների հաշվարկով եք արել, բայց ՊԿ ցույց է տալիս, որ հարկ վճարող 200,000 եւ ավելիների թիվը 395,000 է։ Ես հասկանում եմ, որ այստեղ կարող են լինել հատումներ, բայց հաստատ այդ 100,000-ը հենց ուղիղ հատումը չի։
Մի շատ կարևոր հարց, որը այստեղ նորից բաց է մնում։ Դուք այս օրենքով ըստ էության մասնավոր գոյություն ունեցող ապահովագրական ընկերությունները ըստ էության քանդում եք։ Այսինքն ձեր բերած օրենքից բխում է, որ հունվարից սկսած այն քաղաքացիները, ովքեր մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ պայմանագրեր ունեին եւ այդ ծառայությունների մեջ մտնում է փաթեթում ներառված ծառայություններ, ապա նրանք պետք է նա թողնեն եւ դիմեն միայն պետական ապահովագրական ընկերություններ, պետական ապահովագրության ծառայություններին։ Սա առնվազն քանդել է նշանակում մասնավոր գործող ապահովագրական ընկերությունները։ Քաղաքացիները եւ ընկերությունները պայմանագրեր ունեին, որոնց հիման վրա այդ ընկերությունները կազմել են իրենց տարեկան պլանները։ Եթե հանկարծ այդ պայմանագրերը մի քիչ էլ երկարաժամկետ են, ապա շատ լուրջ խնդիրներ են առաջացնում մասնավոր ապահովագրական ընկերություններին։ Ես էլի եմ առաջարկում, միգուցե պետք է վերանայել կիրառումը եւ այդ նոր փաթեթը, հասենք, այն քաղաքացիների համար, ովքեր արդեն պայմանագրեր ունեն, դրանք երկարացնել, միգուցե իմ խմբակցության Շատ լավ, խմբակցության անունից ելույթն է սկսում։ Միգուցե մենք կարողանանք հնարավորություն ստեղծենք այդ պայմանագրերի գործունեության ժամկետից հետո միայն սա կիրառել նոր կնքվող պայմանագրերի վրա եւ քաղաքացուն թողնել ընտրությունը, ինքը շարունակում է պայմանագիրը, թե ուղղակի հետ է գալիս պետական ապահովագրավճար։ Հաջորդը մարզային բուժ հիմնարկների կադրային պատրաստվածության ու հագեցվածության անհրաժեշտ մակարդակ չունենք եւ այս պարագայում շատ մեծանալու է հոսքը մարզերից դեպի Երևան, դեպի կենտրոններ։ Իսկ ինչու մենք չենք կարող նախատեսել մարզերից Երևան այդ հիվանդների հոսքի կառավարման ինչ-որ մեխանիզմներ, ընդհանուր արգելափակում բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի, եւ որպեսզի հիվանդները ամեն ինչ չանեն Երևանում բուժումը ստանալու համար։ Պոլիկլինիկաների պատրաստվածությունը, բուժքույրերի, բժիշկների այս ծանրաբեռնվածության բարագայում աշխատավարձերի համարժեք ապահովումը, գումարների ապահովագրական գումարների ծախսման վերահսկողությունը ըստ էության նախատեսված չէ օրենքով եւ չի բացառվում, որ դրանք կարող են շատ ավելի ոչ նպատակին ծառայել։ Եվ մյուս կարևոր եւ ամենակարևոր հարցը 15 օր հետո այս համակարգը կյանքի է կոչվելու, այսօր դեռ չունենք միլիարդները տիրապետող, տնօրինող այն հանձնախումբը, այն հոգաբարձուների խորհուրդը եւ դեռ ավելին ղեկավարը, որը տնօրինելու է այդ միլիարդները եւ դեռ ավելին օրենքով նախատեսված չէ, որ 26 թվականին ազգային ժողովը որպես խորհրդարանական վերահսկողություն իրականացնող մարմին լսի որևէ զեկույց կամ հաշվետվություն այդ միլիարդների օգտագործման մասին։ 26 թվականի համար նման բան նախատեսված չէ։ Սրանք լուրջ խնդիրներ են, որոնք ծնում են մոնոպոլիայի գաղափարը, այսինքն մոնոպոլ կազմակերպությունները, մոնոպոլիա է տրվում այդ հոգաբարձուների խորհրդին եւ դեռ ավելին միլիարդներ տնօրինելու առանց ազգային ժողովի առաջ զեկույցով կամ հաշվետվողականությամբ հանդես գալու, սա նույնպես լուրջ խնդիր է եւ մենք իհարկե գտնում ենք, որ ապահովագրական համակարգը ամենալավ համակարգերից մեկն է, որ կարող է որևէ երկրում կիրարկվել, բայց դրա համար պետք է լուրջ պատրաստվել եւ այս 5 տարիներուն ձգել, բերել 15 օրվա մեջ մի ամբողջ համակարգ առանց լուրջ քննարկումների, առանց մեծ քննարկումների կյանքի կոչել, դա լուրջ վտանգավորություն է եւ ինչպես միշտ ձեզ հաջողվում է ամենալավ գաղափարը, այսպես բարեհաջող տապալել եւ ինչ է թե ինչ որ մեկի կապրիզն ենք իրականացնում։ Սերգեյ Բագրատյան։ Շնորհակալություն, հարգելի պարոն Ռուբինյան, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, Տիկին Գյուրերյան, ես չէի ցանկանա, որ այս անունը այս կերպով ձևակերպվեր, այս կարևորագույն իրադարձությունը, որ ամեն ինչ փչացնում են, ընդհակառակը, սա պետք է դիտարկենք բոլորս միասին, որ շատ մեծ քայլ է մեր առողջապահության ապահովման իմաստով, որ մեր քաղաքացիները, հատկապես ավագ սերնդի, չեն վախենա այլևս հիվանդանալուց։ Այո, կան խնդիրներ, որոնք պետք է մենք ընթացքում լուծենք, կան հնարավորություններ, որոնք ամբողջովին դեռ օգտագործված չեն, կա փորձ, որ պիտի դեռ ուսումնասիրենք, բայց ամենակարևորը այստեղ ես ընդգծում եմ հետևյալ փաստը, որ հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգում լինելու են սկրինինգային ծրագրեր, որոնք լինելու են պարտադիր եւ ամենամյա։ Նաեւ
դա կնպաստի առողջության հանդեպ նոր մշակույթի ձևավորմանը, կանխարգելել եւ հայտնաբերել հիվանդությունը վաղ ախտանիշների շրջանում։ Կարծում եմ սա շատ կարևոր փաստ է կանխարգելելու իմաստով, որովհետեւ տեսեք, հաճախ մեր քաղաքացիների մեծ մասը տեղակ չի լինում իր հիվանդությունների ընթացքից, իսկ երբ որ դա պարտադիր է դառնում դրա հետազոտումը, դա շատ կանխարգելիչ նշանակություն կունենա եւ քաղաքացու համար եւ նաեւ մեծ հաշվով մեր տնտեսության զարգացման համար, որովհետեւ առողջ քաղաքացին կարող է տնտեսություն վարել եւ առողջ քաղաքացին է հասարակության ազգային հարստության հիմքը։ Եվ այստեղ տանել այն թերությունները, որոնք կարող են լինել ցանկացած օրինագծի մեջ, մենք պետք է ավելի շատ հասարակության ներկայացնենք այն դրական կողմերը, որ պետք է այս համընդհանուր ապահովագրության պրոֆիլով կարողանանք մեր քաղաքացիներին օգնել։ Սա համապարփակ չի, համընդհանուր է։ Համապարփակ չի կարող ամբողջովին փակել։ Եվ այն հարցը, որ դուք ասում եք մասնավոր ապահովագրական ընկերությանը չեն կարող պայմանագիր կնքել, կարող են կնքել այդ հիվանդություններից դուրս։ Այո, այն որ չի ապահովում պետականը, կարող ես կնքել եւ ունենալ այլ ծառայություն, այլ հնարավորություն։ Շնորհակալություն։ Կարլիկ Դանիելյան։ Տիկին Ավանեսյան անցած անգամ էլ հարց տվեցի, հարցիս պատասխանները չգտա ձեր ելույթի ժամանակ, եւս մեկ անգամ ուզում եմ այդ հարցը բարձրացնել, ինձ շատ մարդիկ են դիմել, որոնք որ զբաղվում են ուրեմն առողջապահական համակարգի աշխատողներ, լաբորանտներ, բուժքույրեր, բժիշկներ եւ իրենք հետեւյալ հարց ունեն, գիտենք, որ ծանրաբեռնվածությունը ավելանալու է, շատ լուրջ քանակության հոսք է տեղի ունենալու եւ ուզում եմ դուք հստակ պատասխանեք, արդյոք աշխատավարձի մասով փոփոխություններ նախատեսվում են, թե ոչ, որովհետև գիտենք առանց այդ էլ ծանրաբեռնված աշխատում են եւ օգտվելով առիթից շնորհակալություն ենք հայտնում բոլոր այդ մարդկանց, որոնք որ այդ համակարգում աշխատում են եւ 24 ժամյա ռեժիմով ուրեմն շատ կարեւոր աշխատանք են կատարում։ Խնդրում եմ այդ հարցին պատասխանեք եւ գործընկերս հարց բարձրացրեց նաեւ մարզային հիվանդանոցների հետ կապված, այս առումով լրջագույն խնդիր կա, ես դեմ եմ դրան, որ ինչ որ սահմանափակումներ կիրառենք, որ մարզաբնակ մեր հայրենակիցներին հնարավորություն չունենան գալ Երևան, թե նախնական, թե ընդհանրապես։ Այսինքն այդ մարդիկ ստիպված են մարզերից գալիս Երևան քաղաք բուժօգնություն ստանալու։ Լավ օրից չէ, որ այդ մարդիկ գալիս են։ Ունենք որակի լուրջ խնդիր։ Ամենայն հարգանքում, ճիշտ է, ամեն հիվանդանոցում, մարզային ամեն բժշկական կենտրոնում կան նորմալ բարեխիղճ մասնագետներ, բայց այդ թիվը բավարար չէ այդ մարդկանց խնդիրները կարգավորելու հարցում եւ շատ ժամանակ, ցավով եմ ասում, դա շատ ժամանակ այդ հիվանդանոցներ են գնում ընդամենը ուղեգիր գրելու, որ իրենց հետագա առողջական խնդիրները փորձեն լուծեն Երևան քաղաքում։ Այսինքն այդ Շնորհակալություն, Աննա Գրիգորյան։ Տիկին Ավանեսյան, վերջին ժամանակաշրջանում բավականին հետևողական փորձում եք ներկայացնել ծրագրի առանձնահատկությունները, օրինակ վերջին մի քանի ձեր Facebook-յան ռիլերն այն մասին են, թե յուրաքանչյուր քաղաքացի որքան պետք է վճարի, ճիշտ հաշվարկներն եք ներկայացնում, բայց ես կուզենայի, որ նույն պատվախնդրությամբ դուք օրինակ ներկայացնեիք, թե այդ քաղաքացին, որ տարեկան 130,000 փաստացի վճարում է իրականացնելու, ինչ ծառայություններից է օգտվելու։ Այն որ գումարը պիտի տան, այդ հասկացանք։ Ինչ տրամաբանության պետք է տան, դա էլ հասկացանք։ Բայց ինչի դիմաց պետք է տան այդ գումարը։ Ես կարող եմ բացել իմ հեռախոսը բազմաթիվ նամակներ ցույց տալ։ Հարցնում են, այս ինչ վիրահատությունը փոխհատուցվելու է, պետ պատվերի, այսինքն պարտադիր ապահովագրության շրջանակներում կա, չգիտեմ ինչ պատասխանել։ Այս ինչ ծառայությունը, վիրահատությունը, դեղերը, չկա դրա պատասխանը։ Արդեն երկրորդ բանն են քննարկում, ընթերցումն է, հեսա օրենքը պիտի հաստատվի, տենց էլ չիմացանք։ Մարդիկ գումարը տալիս են, դրա դիմաց ինչ ծառայություն են ստանում, բայց չէ՞ որ սա ֆունդամենտն է ամբողջ process-ի։ Եթե այս հարցի պատասխանը չկա, մնացած ինչ հարցեր ենք մենք քննարկում։ Սա առաջինը։ Հիմա սիրելի հայրենակիցներ, սիրելի թոշակառուներ, հատկապես 63 եւ 64 տարեկաններ։
Մեր խմբակցությունը առաջարկ է ներկայացրել, որտեղ նաև 63 եւ 64 տարեկան մեր թոշակառու քաղաքացիները կարող են օգտվել այս ծրագրից, այսինքն պարտադիր ապահովագրության փաթեթից։ Բայց բարձրը չգիտես ինչ տրամաբանությամբ վերցվել է հենց 65 տարեկան եւ ավելին։ Անկեղծ եմ ասում, մի տրամաբանություն դրա տակ պետք է լինի, օրինակ 63 տարեկան թոշակառու քաղաքացին։ Ինչով է տարբերվում 65 տարեկան թոշակառու քաղաքացուց։ Եթե 65-ի համար ասում եք ես քեզ համար փոխհատուցում եմ, 63-ի համար չփոխհատուցելու տրամաբանությունը ո՞րն է։ Եթե ասում եք նախնական հաշվարկներ պիտի անեք, անեիք։ Եթե տրամաբանություն ենք վերցնում, այդ նույն տրամաբանությամբ կգաք կասեք 70+ ենք վերցնում։ Ինչ որ տրամաբանություն պետքա դրվեր տակը եւ 63 տարեկանից սկսած, այսինքն թոշակառու տարիքը ներառելը առավել քան պետք էր, այն որ համակարգը իսկապես պատրաստ չի, բուժաշխատողները, հերթերը շատ կարճ երկու հարցադրում անեմ, բոլորս հասկանում ենք, որ շատ մեծ հերթեր են առաջանալու։ Հիմա դուք ասեք, ինչ եք անում, որ այդ հերթերը չլինեն։ Շատ մեծ ծանրաբեռնացա տակ են գտնվելու բուժքույրերը, բուժաշխատողները, ինչ են անում թեթևացնելու նրանց աշխատանքը։ Հարցերը բազմաթիվ են։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա Զարուհի Բաթոյանը, միացրեք խոսա։